Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Պարոն Քոչարյան, խոսենք նաև եկեղեցու շուրջ տեղի ունեցող զարգացումների մասին, 10 եպիսկոպոսներ հայտնի հայտարարություն եկեք երևի։ Նրանք նաև անդրադարձան կատարել 1990։ Բանակի թեմային են անդրադարձել։ Եկեք բանակի թեմայով խոսենք։ Ես ձեզ ասեմ, որ բանակը ունի գնդերեսների ստորաբաժանում, որոնք իրենց ծառայությունը տանում են եւ հոգեվոր դաշտում եւ քանի որ ծառայության մեջ են նաև բանակում, ասեմ ձեզ 44 օրյա պատերազմի ընթացքում մենք ունենք նաև վիրավորում ստացած բավականին մի շարք հոգեվորականների։ Ես ուզում եմ ասեմ, որ դուք եթե նկատեցիք, ես Երուսաղեմից երեք եմ վերադարձել։ Եթե հոգեվոր նպատակների մասին եք հարցնում, որովհետև այն ծրագիրը, որ սկսել ենք 44 օրյա պատերազմից հետո, վիրավոր զինվորականներին Երուսաղեմ տանելու եւ այնտեղ որոշակի հոգեվոր սնունդ ստանալու դա նորից դարձավ իրականություն եւ դա շատ կարեւոր է։ Պարոն Քոչարյան, զեկույցի հետ կապված դուք նշել էիք, որ ամեն դեպքում մեխանիզմներ պետք է մտածել հրապարակայնացնելու որոշ մաս, բայց Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովում երբ խոսում էր հարց ու պատասխանի ժամանակ նախորդին, ասում էր չկա այնպիսի բան այդ 44 օրյա պատերազմի հանգամանքները քննող զեկույցում, որի մասին ես չգիտեմ։ Արդյոք այդ զեկույցը միայն Փաշինյանի համար էր այդ զեկույցը պատրաստված եւ արդյոք սա ներողություն գնահատական էր եւ ձեզ էր ուղղված, որ հանրայնացնելու կարիք չկա։ Չէ, այդպիսի բան ես չեմ հասկացել, թե դուք ինչի եք այդպես պատկերացրել, լավ չեմ հասկանում, որովհետև երեք էլ պարոն Փաշինյանը անդրադարձավ զեկույցի այն հատվածին, որը ինքը ներկայացրել է քննիչ հանձնաժողովում, մոտավորապես 10 ժամ։ Իհարկե դա բանակցային գործընթացին էր, բայց քննիչ հանձնաժողովում չի քննվել միայն բանակցային գործընթացը վարչապետի ըստ էության ներկայությամբ։ Բազմաթիվ հարցեր են քննվել տարբեր մարդկանց, տարբեր պաշտոնյաների, եւ զեկույցը այսօր գտնվում է գաղտնի մասում։ Դա նորից եմ ասում, ես այսօր էլ իմ եզրափակիչ խոսքում անդրադարձ արել եմ զեկույցին ի պատասխան Սերյան Օհանյանի այն հնչեցրած տեսակետին, որ Արցախը հայաթափվել է կուսակցական ինչ-ինչ ծրագրերի տրամաբանության մեջ։ Իհարկե դա ճիշտ չի, ոչ միայն ճիշտ չի, դա սուտ է, որովհետև զեկույցը, եթե մասնակցեին զեկույցի ստեղծմանը եւ մասնակցեին քննիչ հանձնաժողովի աշխատանքին, շատ լավ պատկերացում կունենային մեր պարտությունների պատճառը որտեղ պետքա տեսնել։ Այն ինչ որ զեկույցը ներառել է, ասեմ ձեզ, որ մի շարք պատգամներ չեն զելացել եւ ծանոթանում են եւ ես համոզված եմ, որ այս ընթացքում շատ-շատ երեք ծանոթանան, բայց ես էլի կրկնում եմ իմ ցանկությունը, որ զեկույցը չի կարա փակվել միայն պետական կառույցների փակ քննարկումների միջավայրում։ Զեկույցում կան դրվագներ, որը կարա հասանելի լինի հանրությանը նաև ձեզ։ Եվ ինչպես պետք է դա իրականացվի։ Դա կյանքը ցույց կտա։ Այդ հարցը բարձրացնում եք, բայց արձագանք չկա։ Չէ, այդպես չի որ արձագանք չկա։ Ասում եմ մի քիչ էլ համբերեք, որովհետև այս այն զեկույցն է, որը չի կարա երկար մնա գաղտնի բաժնում, ինքը պետքա իր ճանապարհը հարթի, ինչ որ կանոնակարգ օրենքում նախատեսված էր։ Հիմա ինքը ոնց պետքա նորից իր հաջորդ կանգառը որտեղ կլինի, դա ցույց կտա նաև զեկույցի նկատմամբ սպասելիքները։ Ես քանի որ իմ քաղաքական գործունեության ընթացքում առնչվել եմ շատ զեկույցների, հատկապես մարտի 1-ի փաստավակ խմբի զեկույցը, որը իր խնդիրը լուծեց 17 տարի հետո, Քարորիա պատերազմ զեկույցը, որը այսօր արդեն Քարորիայի զեկույցի դրվագների մասին խոսում են, որտեղ Սերժ Սարգսյանի բանակցային գործընթացի հետ կապված Պուտինին գրած նամակը, դրանք արդյունք են Քարորիայում այն իրողությունների, որը միշտ թաքցվել է, իսկ մեր զեկույցը քննիչ հանձնաժողովի այդ իրողությունները բացահայտել է։ Վերջին հաշվով Պուտինին ինչ ասում Սերժ Սարգսյանը, որ սա է իրողությունը եւ ինչեր գնացե Արցախ։ Այդ ամբողջի բացատրությունները գտնված են Քարորիայի զեկույցում, 44 օրյայի զեկույցը իր ծավալով եւ խորությամբ ավելին է, քան Քարորիայի զեկույցը։ Պատերազմի հետ կապված ասում եք, որ մի քանի օր առաջ մենք իմացել ենք պատերազմի մասին։ Մենք Այո։ Իշխանությունը իմացել է, Այո։ բայց Ալեն Սիմոնյանը նշել էր հարցազրույցներից մեկում, որ չենք իմացել պատերազմի մասին։ Ես հիմա հանդես եմ գալի, հասկացա։ Ես հանդես եմ գալի որպես քննիչ հանձնաժողովի ղեկավար։ Պարոն Սիմոնյանը կարա այդպիսի տեսակետ ունենա,
բայց բավական է քննիչ հանձնաժողովի զեկույցը մանրամասն հետախուզության մասով ընթերցվի եւ այնտեղ նաեւ ժամկետները հստակ նախանշված են, թե որ աղբյուրներից ենք ստացել։ Դա մեր ուժերով ա եղել, դրան զուգահեռ եղել են տարբեր շեղող, հա, ինֆորմացիոն հոսքեր, որի մասին ես խոսել եմ եւ եթե նկատեցիք Արշակ Կարապետյանը հեռավոր Մոսկվայից այդպես փորձեց ինձ արձագանքի, խուսափեց իմ անունը տալուց, բայց ես ուղիղ ասել եմ, թե ինքը ինչ աղբյուրներով մեզ կոնկրետ ասել է, որ ամեն ինչ լավ է լինելու, բայց մեր հետախուզությունը ի պատիվ մեր աղբյուրների մենք պարզապես ուշ ենք ձեռք բերել այդ տեղեկատվությունը, չասեմ որ աղբյուրներից, բայց դա մենք իմացել ենք, բանակը բերվել է կոնկրետ ինչ-որ վիճակի, բայց բանակը մինչ այդ ինչ վիճակում է եղել, այլ խնդիրը դրա մեջ է։